Հայաստանի Հանրապետությունում հարգելի բարեկամներ շարունակվում է նախընտրական քարոզարշավը, որը նման է երկի բարի փառատոնի, որը նման է ասմունքի երեկոյի, լրության են տեղում կարևոր հարցերը, դիտավորյալ, հետևողականորեն, տպավորություն է, որ նախընտրական կամպանիայում ցանկացած հատկապես հարցեր, որոնք որևէ առնչություն ունեն իշխանությունների հետ, հատկապես հարցերը, որը որևէ առնչություն ունի իշխանության պարագլխի հետ, պիտի վերցնեն, ծամեն, օգտագործեն, դնեն դեմը, բայց ոչ, այս պայմանավորված շոուն շարունակվում է, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու ֆունդամենտալ իրավունքն է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել իր պետության հետ, այն երկրի հետ, որտեղ ինքը ապրում է, այդ հարցերը իմանալու իրավունք ունի եւ ես շարունակելու եմ բարձրաձայնել այն հարցերը, որոնք հետևողականորեն քաղաքական դաշտի եւ լրատվական դաշտի ներկայացուցիչները լրության են տալիս։ Պարոն երկրորդ նախագահ, արդեն 18 տարի Փաշինյան Նիկոլը եւ Փաշինյան Նիկոլի պեսները շարքում են մարտի 1-ը, 18 տարի։ Հարսնիք տուն, մեռել տուն, այս մարդիկ խոսում են մարտի 1-ի մեռելների մասին, այսպես ասենք, միգուցե կոպիտ է հնչում, բայց երևի չկա որևէ ծայրում աշխարհի մարդիկ, որոնք կարողանան մեռելից քաղաքական այնպիսի դիվիդենտներ վերցնել, ինչպես անում են դա սրանք, այս հայերը։ Մի կողմից Փաշինյան Նիկոլը, պարոն երկրորդ նախագահ, խոսում է մարտի 1-ի մեռելների մասին, մյուս կողմից չեղարկում է, հետ չէ անում ժողովրդական լեզվով ասած, ջերում է մարտի 1-ի դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան բերված, դուք շատ լավ գիտեք, դուք այդ ամենի մեջ եք եղել, Արցախից Հայաստան բերված զորքերի հրամանատարների պարտքերը։ Խոսքը վերաբերում է Օգանովսկուն, խոսքը վերաբերում է Սպեցնազի հրամանատար, հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Գագիկ Սարգսյանի պարտքային պարտավորություններին, օրինակ Գագիկ Սարգսյանի հետ աֆիլիացված կազմակերպությունը ունեցել է 5 միլիարդ 200 միլիոն դրամի պարտքային փոխառություն է ունեցել Արցախի ներդրումային հիմնադրամին, որը Փաշինյան Նիկոլի կառավարման տարիներին Արցախի ներդրումային հիմնադրամը, պիտի ասեմ, հարգելի բարեկամներ, ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարությունից, ասել կուզե, ֆինանսավորել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Հիմա մի կողմից այս մարտը շարքում է մեռելներին մարտի 1-ի, մյուս կողմից մատուցում է ֆինանսական ծառայություններ տվյալ անձանց։ Մի կողմից խոսում է, թե ինչպես են սպանել, ջարդել, փշրել եւ իրոք այդպես է եղել, մյուս կողմից օրինակ դատարանի առաջ այս հարցով չի կանգնել Հովիկ Աբրահամյանը, ով գլխավոր անձանցից մեկն է եղել։ Այս հարցով դատարանի առաջ չի կանգնել Սերժ Սարգսյանը։ Պարոն երկրորդ նախագահ, կա լեգիտիմ հարց, օդում կախված։ Փաշինյան Նիկոլը այնուամենայնիվ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ ընդդիմադիր գործիչ չէր, թե ազգային անվտանգության ծառայության գործակալ կամ ինչպես ժողովուրդն է ասում, ազգային անվտանգության ծառայության պոզ։ Կամ ինչպես Արարատն է ասում, ազգային անվտանգության ծառայության փորձագետ։ Կամ ինչպես գյումրեցիներն են ասում, փորձագյոտ։ Ներողություն եմ խնդրում։ Ով է եղել Նիկոլ Փաշինյանը 18 տարի, պարոն Ռոբերտ Քոչարյան։ 18 տարի։ Համարյա մեկ սերունդ։ Այս անձնավորությունը խոսում է մարտի 1-ի մասին։
Սկզբից որպես այսպես կոչված ընդդիմադիր գործիչ, հիմա արդեն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այնուամենը ձեզ հարց են տալիս լրագրողները, հիսատ հարց է տալիս Ռիփսիմե Ջեբեջյանը, Կառլոս Պետրոսյանի ժամանակահատվածում ձեզ զեկուցել են, դուք շատ ճիշտ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ եղել է փոքր մարդ է եղել, ինչու պիտի Կառլոս Պետրոսյանը իրեն ձեզ զեկուցեր, ճիշտ եք ասում, բայց 7-8 թվականներին հո Նիկոլ Փաշինյանը այլևս փոքր մարդ չէր։ Գորիկ Հակոբյանը ձեզ զեկուցել է, Ռիփսիմե Ջեբեջյանը այս հարցը ձեզ չի տալիս, որովհետև այն գնում մտնում է Սերժի տակը, հիմա այս հարցը կախված է օդում։ Գորիկ Հակոբյանը ձեզ զեկուցել է, թե չի զեկուցել, որ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ է, ներդրված որպես պրովոկատոր ընդդիմադիր չարկերում, թե Նիկոլ Փաշինյանը իսկապես է եղել ընդդիմադիր գործիչ, այս ամեն ինչը մենք ստեղծում ենք։ Բայց կոնֆուզիայի դեպքում ինչպես պիտի բացատրել, եւ իշքան պիտի նաեւ ձեր լրության պայմաններում շարունակեն օգտագործել մարտի 1-ի դեպքերը։ Մարդը դուրս է գալիս, ասում է բոլոր հանցագործները բացահայտված են, ամեն մեկը պիտի ստանա իր պատիժը, մյուս կողմից այդպիսի ֆինանսական ծառայություններ է մատուցում, որովհետև այս հարցը քննարկման թեմա չի դառնում։ Հիմա ինչքան պիտի հայերը սրբապղծորեն մեռելից քաղաքական դիվիդենդներ շահեն։ Մենք մեռելներից, ողբերգությունից, նահատակներից քաղաքական դիվիդենդներ եւ սա տեսնում են ողջ աշխարհը, իմիջայլոց խոսքը վերաբերում է նաեւ այն մեծ հանցագործությանը, մարդկության դեմ տեղի ունեցած դարասկզբի ցեղասպանության, մենք դա էլ ենք կապիտալիզմ, փորձում կապիտալիզացնել, սրիկայաբար, երբ պետք է ամբողջ աշխարհին փորձում ենք, որ ամբողջ աշխարհը ճանաչի, հետո ուրանում ենք եւ ճանաչումը եւ ուրացումը հիմքում ունի փողային ենթատեքստ։ Փողային ենթատեքստ կա այդ ամենի մեջ։ Հիմա այս ողբերգությունը մենք ինչքան պիտի շարունակենք շահարկել։ Ինչքան։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, քանի դաշնակ է եղել, որ պատերազմից հետո 44 օրյա պատերազմել չէր, ասենք դավադիր պատերազմ կամ կռիվ, այդ որ կազմակերպեցին։ Քանի դաշնակ է եղել, որ իր հեքը վաճառել է ադրբեջանցիներին ու Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա է ստացել, քանիսն են եղել։ Երբ կոմպենսացիա են տալիս, նշանակում է վնաս ես կրել, բայց երբ դու հեքդ վաճառում ես, նշանակում է դու վնաս չես կրում։ Սա հանցագործություն է։ Սա հանցագործություն է, իմիջայլոց որևէ падգամավոր այդպես էլ Նիկոլ Փաշինյանին հարց չտվեց, թե ինչ իրավունքով ես դու կոմպենսացրել այդ մարդկանց։ Որևէ մարդ այդ հարցը Հայաստանի վարչապետին չտվեց։ Ինքը կոմպենսացրել է Հայաստանի Հանրապետության բյուջեից, չէ՞։ Իր պապու փողերից չի կոմպենսացրել։ Հիմա ունեք դուք այդ ցուցակը, քանիստ են վաճառել իրենց հեկերը։ Մի կողմից դաշնակ մաշնակները, հակաադրբեջանական, հակաթուրքական, դեմ են Թուրքիայից եկող, Ադրբեջանից եկող բենզիններին եւ այլն։ Մյուս կողմից այսպիսի կոլաբորացիոն հարաբերությունների մեջ են մտնում։ Եվ նաև որպես այս հարցի շարունակություն դուք տեղյակ եք, կան կուսակցական որոշումներ տվյալ ստահակների նկատմամբ, թե չկան։ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն էլ այս հարցի վերաբերյալ պահում են զարմանալի լռություն, օրինակ որևէ մեկը, որևէ մի ԿՊԱ-ական падգամավոր, դա պիտի եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այդ կուսակցությունը փաստացի եղել է լուծարված։ Որևէ նիկոլական падգամավոր այդպես էլ չասաց։ Պարոն վարչապետ, անունները հրապարակեք այդ մարդկանց իմանանք։ Չասաց։ Ամեն ինչ ասում են այս հարցերի մասին լռում են։ Ոչ նիկոլական падգամավորները, ոչ նիկոլական լրագրողները, ոչ նիկոլական բլոգերները եւ ոչ էլ ձեր կողմնակիցները։ Ինձ այս հարցով
կանչել են քննչական կոմիտե, ես երկար հարցաքննություն է տեղի ունեցել, մի օր հնարավորություն կլինի իմ կարծիքով, այսինքն ես այդ տեսանյութը կհրապարակեմ, ես նույն հարցը տվել եմ քննիչին։ Ասել եմ դուք հարցաքննել եք Նիկոլ Փաշինյանին, սա արերևույթ հանցագործություն է, ինձ պատասխանել են, որ ոչ, մենք չենք հարցաքննել, որովհետև նպատակահարմար չենք համարել։ Հիմա ձեր դեպուտատները, ձեր մոտ հոմիային դաշնակները չեն դեպուտատ, ձեր լրագրողները եւս այս հարցը չեն բարձրացնում։ Եվ ես վստահ եմ, որ եթե ուղիղ իրենց այդ հարցը տան, իրենք այնպես ինչպես քննիչն է պատասխանում, այդպես էլ դուք ձերով պիտի ասեն, նպատակահարմար չենք համարել։ Պարոն Սամվել Կարապետյան, 2015 թվականին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության միջոցով կազմակերպվեց այդ Էլեկտրիկ Երևան շոուն, որից հետո հետում սեփականատեր փոխվեց, սեփականատեր դարձաք դուք։ Ինձ մի հարց է հետաքրքիր, էլի, Սերժ Սարգսյանը երբ կազմակերպում էր Էլեկտրիկ Երևան շոուն, կազմակերպումից հետո, ասենք ԱԱՑ-ի միջոցով, իր գործակալների միջոցով, եւ հետի սեփականատեր փոխվեց։ Սերժ Սարգսյանը հետում մասնակցություն ունեցել է, թե չի ունեցել։ Շատ զարմանալի կլինի, եթե պարզվի, որ Սերժ Սարգսյանը հետում մասնակցություն չի ունեցել։ Շատ զարմանալի, ասեմ ավելին։ Կան որոշակի տեղեկություններ, որ դուք եղել եք ուղղակի պատստավնոյ մարդ։ Այդ գործարքի մեջ կան լրջագույն կասկածներ, որ ոչ միայն դուք այդ գործարքի մեջ եք եղել, այլ դուք հիմա այս քաղաքական պրոցեսներում եք պատստավնոյ մարդ։ Ներողություն եմ խնդրում այս ձևակերպման համար, որ ձեր հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը։ Հիմա հետում Սերժ Սարգսյանը մասնակցություն ունեցել է, թե ոչ։ Պարոն Սամվել Կարապետյան, Արցախ էներգոն դուք գրավադրել եք, եղել է Արցախ էներգոն գրավ Արջին բանկում եւ ունեցել եք վարկ $30 միլիոն։ 23 թվականի դեկտեմբերին Փաշինյան Նիկոլի որոշմամբ ջերվում են, այսպես ասենք, կոպիտ ասենք, ջերվում են բոլոր վարկերը տրված Արցախում, այդ թվում ձեր $30 միլիոն։ Ուրեմն ինձ մի հարց է ուզում, էլի, ինձ մի հարց է հետաքրքիր։ Դուք շնորհակալ եք Փաշինյան Նիկոլին այդ որոշման համար։ Դուք վերցրել եք $30 միլիոն վարկ, որը Փաշինյան Նիկոլը հետ չի անում։ Հիշեցնեմ ուղղակի հարգելի բարեկամներ, ավելի մանրամասն ներկայացնեմ ինչ է տեղի ունեցել 23 թվականի դեկտեմբերին կառավարությունը որոշում է Արցախում տրված վարկերի 70%-ը ինքն է ստանձնում եւ 30%-ը առևտրային բանկերը դուրս են գնում, հա։ Ժողովրդական լեզվով ասած ջրում են վարկերը, այսպես ասենք, հա։ Նաեւ պիտի հիշեցնեմ, որ 2024 թվականը շահույթի առումով ռեկորդային է եղել բանկային համակարգում։ Սա նշանակում է, որ նաեւ 30%-ը որ բանկերը դուրս են գերել, դրա դիմաց կենտրոնական բանկի կողմից տրված եղել կարտ բլանշ, ոնց ուզում եք այդպես քերեք ժողովրդին, եւ իրենք քերել են։ Հիմա սա դնենք կողքի։ Պարոն Սամվել, այս 30 միլիոնը, որ ձեր այս ֆինանսական ծառայությունը, որ Նիկոլ Փաշինյանը մատուցել է ձեզ, դուք սրա համար Փաշինյանին շնորհակալ եք, թե շնորհակալ չեք։ Օրինակ, եթե ես $30 միլիոն չէ, դրամ վարկ ունենայի եւ Փաշինյան Նիկոլը հեչ աներ այդ վարկը, ես շնորհակալ կլինեի։ Դուք շնորհակալ եք Փաշինյան Նիկոլին, թե շնորհակալ չեք։ Խոսում եք ինքնության մասին, պարոն Սամվել։ Եկեղեցու մասին եք խոսում։ Մեր եկեղեցին ունի 2000-ամյա պատմություն, ավանդույթներ եւ ըստ այդ ավանդույթների իմիջայել սրա մասին մի քանի անգամ հայտարարություն է տարածել նաեւ եկեղեցու բարձրագույն հոգեվոր ժողովը եւ իրենք դատապարտում են, արգելում են, խորհուրդ չեն տալիս,
որպեսզի Գագիկ Ծառուկյանը շարունակի իր այդ ձեռնարկը տեղադրել Տիրոջ արձանը Հատիս լեռան վրա, որովհետև դա հայ առաքելական եկեղեցու ավանդույթների խախտում է, 2000-ամյա ավանդույթների խախտում է։ Պարոն Սամվել Կարապետյան, ինքնության համար պայքարող, Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացվող այս այլանդակության դեմ որևէ բան դուք չեք ասել, ինչու։ Ասելու եք, հետո եք ասելու։ Իմիջայլոց խոսքը վերաբերում է նաև Գագիկ Ծառուկյանի այն թիմակիցներին, ովքեր ամիսներ առաջ եկեղեցու համար էին պայքարում, բայց հիմա լռում են։ Ոչ այն լռում են, այլ մտել են այն մարդու ցուցակ, ով իրականացնում է այսպիսի ձեռնարկ։ Ուզում եմ մեկ հարց ուղղել բոլորիդ, այս 3 ուժերի ներկայացուցիչներին, ինչու եմ կենտրոնացել ձեզ վրա, որովհետև պարզ է, որ այդ ընդդիմադիր դրոշը դուք եք վերցրել, չլինելով ընդդիմադիր։ Դուք ունենալով կոլաբորացիոն հարաբերություններ այս իշխանության հետ, առևտրային, քաղաքական, կարողացել եք ձեր փողերի, մեդիայի հաշվին վերցնել այդ դրոշը։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, հարգելի բարեկամներ, ըստ ձեզ Ազգային անվտանգության ծառայության քանի գործակալ, ծաս այսպես հռետորական այլի, դուք որ լսեք, մտածեք, ազգային անվտանգության ծառայության քանի գործակալներ կլինեն ձեր ցուցակներում։ Հայաստանի Հանրապետությունում ինչ այլանդակություն է տեղի ունեցել, ինչ հանցագործություն է մասշտաբային տեղի ունեցել, սկսած ավանտյուրաներից մանր-մունր, էլեկտրիկ Երևանանման վերջացրած մեծ ավանտյուրայից ռեալիթի շոուից 2018 թվականի տեղի է ունեցել ազգային անվտանգության ծառայության միջոցով կազմակերպված։ Հիմա ձեր ցուցակներում ըստ ձեզ ինչքան կլինեն ԱԱԾ գործակալների կամ ինչպես էլի եմ ասում ժողովուրդն է ասում ԱԱԾ բոզերի թիվը։ Պարոն Գագիկ Ծառուկյան, եթե դուք ապրեիք Չեչնիայում եւ ուզենայիք տեղադրել Մուհամեդի կիսանգրին ձեր բակում կամ ինչ-որ սարի, կամ ինչ-որ բլրի վրա եւ Չեչնիայի մուֆտին արգել էր դա։ Պարոն Գագիկ Ծառուկյան, ըստ ձեզ եւ դուք ի հեճուկս մուֆտի արգելքի ուզենայիք շարունակել այդ ձեռնարկը, ըստ ձեզ հետ ինչ տեղի կունենար Չեչնիայում։ Բայց ինչու եք սա անում, պարոն Գագիկ Ծառուկյան։ Ինչու եք Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք-ձեռքի տված քանդում հայ առաքելական եկեղեցու ավանդույթները, ձեռք-ձեռքի տված։ Եվ այս թելը գնում է մինչև Վատիկան։ Ես չգիտեմ դուք գիտակցում եք, չեք գիտակցում, հասկանում եք, չեք հասկանում, բայց այն ինչ դուք եք անում եւ այն ինչ Նիկոլ Փաշինյանն էր անում, այդ ամենը տանում է դեպի Վատիկան։ Պարոն Գագիկ Ծառուկյան, մինչև 2021 թվականը դուք ունեցել եք խմբակցություն։ Դուք ունեցել եք խմբակցություն։ Այդ Վատիկանի հետ կապված մի բան ավելացնեմ, հարգելի բարեկամներ, Քրիստոսի արձանի տեղադրումը դա կաթոլիկ աշխարհի ավանդույթ է, կաթոլիկ աշխարհի պրակտիկա է։ Պատմության մեջ եղել են նույնիսկ դեպքեր, երբ Թուրքիայում ապրող հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են սուլթանին, որպեսզի նա իրենց պաշտպանի կաթոլիկների ոտնձգությունից։ Ուրեմն, պարոն Գագիկ Ծառուկյան, մինչև 21 թվականի հունիսը դուք ունեցել եք խմբակցություն, ինչ որ մի X ժամանակահատված
ձերբակալված եք եղել։ Եվ ձեր խմբակցությունում կար մի падգամավոր Գևորգ Պետրոսյան, ով բավականին կոշտ քննադատության էր ենթարկում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց զարմանալիորեն հարց ու պատասխանների ժամանակ, կառավարություն ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ Գևորգ Պետրոսյանը, ես չեմ հիշում, որ մասնակցած լիներ, կամ եթե մասնակցում էր, չեմ հիշում, որ իր սուր ելույթներով այդպես հարցեր տալ, նայելով Նիկոլ Փաշինյանին, ինձ հետաքրքիր է, դուք եք խնդրել Գևորգ Պետրոսյանին, դուք եք խնդրել, դուք եք հորդորել Գևորգ Պետրոսյանին, որ ինքը Փաշինյան Նիկոլին հարցեր չուղեր, որ ինքը Փաշինյան Նիկոլի ներկայությամբ հանդես չգար այն քննադատությամբ, ինչ քննադատությամբ, որ հանդես էր գալիս։ Ուրեմն 2021 թվականին պատերազմից անմիջապես հետո պատերազմ, այսինքն դավադիր այդ պատերազմը, որը հրահարվեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, հարգելի բարեկամներ, իշխանության մակլավիկների կողմից, ես ուզում եմ հիշեցնել ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցը, Ադրբեջանի արտաքին գործոս նախարարի, ով ասում էր Նիկոլը սկզբից կոնստրուկտիվ է տրամադրված եղել, հետո 2019 թվականին, երբ հանդիպում է Վիեննայում, եթե չեմ սխալում, հանդիպումը տեղի ունենում Ալիևի հետ, ինքը ասում է, ես չեմ կարող գնալ այս հարցի լուծման, եթե ես գնամ այս հարցի լուծման, ինձ Հայաստանի Հանրապետությունում կսպանեն։ Այսինքն, որպեսզի իրեն չսպանեին Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը եւ իր մակլավիկները սպանել տվեցին մի ողջ սերունդ։ Սա եղել է մեծագույն ավանտյուրա։ Պատերազմը հրահարվել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, սա փաստ է։ Իշխանության մանկլավիկների այդ թվում կողմից, Պապիկյան Սուրիկի եւ Ալեն Սիմոնյանի պեսների կողմից, ովքեր գնում էին մի կողմից պայմանավորվում էին Ալիևի հետ, որ կգնանք մենք հարցի լուծման, այսինքն կգնանք զիջումների, հետո ասում էին մենք չենք կարող գնալ զիջումների, մի կողմից ասում էին մենք կգնանք զիջումների, հետո գնում էին Արցախ, նուրը Աղդամը, այսինքն նուրը առնում են ձեռքը, ասում են Աղդամը մեր հայրենիքն է։ Հիմա այդ ավանտյուրիստներից մեկը ողբերգությունից հետո, որը իրենք են բերել, բայց իրենց չի կապել այդ ողբերգությունը, ուրիշների ընտանիքներին, ուրիշների ծախերին է կապել, այդ անասուններից մեկը իրենց իրականացած հանցագործությունից հետո մեծ շուկով նշում է հարսանիք Փարավոն ռեստորանում Գագիկ Ծառուկյանը։ Հետաքրքիր է, ինչ միջոցներով է այդ հարսանիքը նշել։ Իհարկե այս հարցը ձեզ չէ ուղված, այս հարցը ուղված է Փաշինյան Նիկոլին, հիմա դուք ռեստորանի տեղն եք, դուք իմանաք ինչ միջոցներով է, բայց մի ուրիշ բան եմ ուզում ասել, սա ամորալություն է, թե ամորալություն չէ։ Պատերազմից անմիջապես հետո նման մեծ շուկով հարսանիք նշելը, սալյուտներ խփելը ամորալություն է, ինչ եք ասում, թե ամորալություն չէ։ Ինչքան է արժեցել այդ հարսանիքը։ Դուք Պապիկյան Սուրիկից փող վերցրել եք այդ հարսանիքի համար, թե չեք վերցրել։ Ճոր զեղչ արել եք, թե չեք արել։ Հետաքրքիր է իմանալ ձեր տղան զինվորական ծառայության պիտի մեկներ։ Ինչու չի մեկնել։ Ինչպես է ազատվել պարոն Գագիկ Ծառուկյան։ Ընդդիմադիր պարոն Գագիկ Ծառուկյան, ձեր տղան զինվորական ծառայության ինչու չի մեկնել։ Ինչու է Փաշինյան Նիկոլը, ինչի դիմաց է Փաշինյան Նիկոլը ազատել ձեր տղային զինվորական ծառայությունից։ Մենք շատերս ենք խոսում այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում սահմաններին, հիմնականում արևելյան երկայնքով, բայց քչերն են խոսում այն այլանդակությունների մասին, որը տեղի է ունենում արևմտյան սահմանների երկայնքով, որտեղ օրինակ Հովիկ Աբրահամյանի հետ աֆիլացվող կազմակերպությունները Արաքս գետի երկայնքով այնքան են քերել ընդերքը, որ գետը փոխել է իր խունը, փոքրացնելով Հայաստանի Հանրապետության
ինքնիշխան տարածքը եւ դա տեղի է ունեցել հեղափոխական վարչապետ, այսպես կոչված հեղափոխական վարչապետ, իսկ իրականում ուղղակի նախկին բյուրոկրատիայի, քաղաքական այդ բյուրոկրատիայի մանկլավիկներից մեկի Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Եվ սրա մասին քաղաքական դաշտում, այս հարցի վերաբերյալ քաղաքական դաշտում պահվում է լռություն։ Ինչքան գիտեմ, Հովիկ Աբրահամյանը նաև խնամիական հարաբերություններ ունի Գագիկ Ծառուկյանի։ Պարոն Գագիկ Ծառուկյան, այս այլանդակության վերաբերյալ, եթե վաղը դուք դառնաք իշխանություն, պատասխան կրելու են հանցագործները, թե չեն կրելու։ Պարոն Սամվել Կարապետյան, ամեն ինչի մասին, թեպետ ամեն ինչի մասին չեք խոսում, մանր-մուներ հարցերի մասին խոսում եք, սնկերի մասին եք խոսում, բան մի խոսքով։ Ով ում որտեղը զասոս դրեց, էս արեց, այն արեց, խոսում եք, այդպիսի ապուշությունների մասին խոսում եք, բայց պետական լրջագույն հարցեր կան։ Հիմա դուք հետամուտ լինելու եք այս հանցագործության վերաբերյալ, թե չէ։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, կառավարությունը գործում է Հայաստանի Հանրապետության պարլամենտի վերահսկողության ներքո, ձեր դեպուտատները այս հարցի վերաբերյալ բարձրաձայնել են։ Ձեր դեպուտատները փորձել են լսումներ, իմիջայից իմացած տեղեկություններով Հայաստանի Հանրապետության կառավարությունը, քանի որ գետը փոխել է իր հունը, փորձել է դիմել Թուրքիայի իշխանություններին, որպեսզի սահմանը վերականգնեն նախկին տեղով, հա, բայց Թուրքիայի կառավարությունը, ինչքան գիտեմ, մերժել է, մեղմացած Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ճիշտ էլ արել է։ Եթե հայ ժողովուրդը չի կարող այս իշխանություններից ազատվել, եթե հայ ժողովրդին միջազգային ասպարեզում պիտի ներկայացնեն այս մարդիկ, եթե մենք պիտի ունենանք պետություն, որը այս իշխանություններն են ղեկավարում, հարգելի բարեկամներ, հայ ժողովուրդը ուրեմն պետություն ունենալու իրավունք չունի։ Եթե մեկը կարող է երկիրը կեղեկել այն աստիճան, որ երկրի սահմանները նույնիսկ փոխվեն, մենք ուղղակի պետություն ունենալու ոչ իրավունք ունենք, ոչ շանս ունենք, հարգելի բարեկամներ։ Եթե Իսրայելում հանկարծ, Պարսկաստանում, որևէ երկրում նման բան տեղի ունենար, այդ ամենի անմիջական մասնակիցներից մինչև երկրի գլխավոր, չգիտեմ, ղեկավար կսատկացնեին։ Հարգելի պարոն Ռոբերտ Քոչարյան, ազգայնական դաշնակները այս հարցի մասին ինչ են մտածում։ Ազգայնական դաշնակները այս հարցի վերաբերյալ ինչու հարցեր չեն բարձրացնում։ Իրանք ոչ միայն պիտի հարցեր բարձրացնեին, այլ նաև պիտի լուծումներ առաջարկեին, այլ նաև պիտի լուծումներ բերեին։ Ինչու են լռել։ Փաշինյան Նիկոլի իրականացրած բոլոր հանցագործությունները, հարգելի բարեկամ, այս հարցերը այն հարցերն են, այն հարցերի 10%-ն է, որոնք տրվում են բացարձակ լռության։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված բոլոր հանցագործությունները, հարգելի բարեկամներ, լեգիտիմացվել է պարլամենտի կողմից։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրականացած բոլոր հանցագործությունները լեգիտիմացվել է պարլամենտի մաս կազմող քաղաքացիական պայմանագիր կուսակցության, պատիվ ունեմ խմբակցության, ԿՊ խմբակցության, պատիվ ունեմ խմբակցության, այսինքն ՀՀԿ-ի եւ Հայաստան Դաշինքի, այսինքն դաշնակների կողմից։ Հիմա դուք ուզում եք էլի դառնաք պատգամավոր, ինչի համար, որպեսզի շարունակեք լեգիտիմացնել այս անգամ հաջորդ 5 տարիների ընթացքում հաջորդ իշխանությունների հանցագործությունները, թե այնուամենայնիվ, եթե մանդատները ստանձնեք եւ չկարողանաք դառնալ իշխանություն, մանդատները դնելու եք ցած։ Ոչ մի սուլտան, հարգելի բարեկամներ,
հայ ազգին այսպես այս աստիճան չեր մոլորեցրել, չեր նվաստացրել, այսքան երկար ժամանակով, ինչպես որ արեցին հայերը։ Շատերն են ասում, շատերն են վախեցնում հայերին թուրքերով, շատերն են վախեցնում հայերին ադրբեջանցիներով, որ այս ադրբեջանցիները կգան Հայաստան, 300,000 ադրբեջանցի կգա, այս կգա, այն կգա։ Բայց ես հավաստիացնում եմ, որ ադրբեջանցիները նույնիսկ եթե գան Հայաստան, թեպետ վաղուց մտնում, ելնում են, որտեղից ուզում մտնում, որտեղից ուզում դուրս են գալիս։ Նրանք պետք է գնան հայ ջոչերի մոտը, որպեսզի հայ ջոչերը սովորեցնեն ադրբեջանցիներին, սովորեցնեն թուրքերին, թե ինչպես կարելի է մոլորեցնել, նվաստացնել, կեղեքել հայերին, մաստեր կլաս պիտի ներկայացնեն։ Երանի այն հային, հարգելի բարեկամներ, ով հային կազատե հայից։ Ձեր տիրոջ մեր